Եվ այս պահին զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, վարչապետը շարունակում է ամեն կիրակի մասնակցել պատարակների եւ դրան զուգահեռ նաեւ տարբեր հայտարարություններ է անում, խոսում կանոնագրքի անհրաժեշտության մասին, շարունակում պնդել վեհափառի հեռացման անհրաժեշտության մասին, եկեղեցու թափանցիկության մասին է խոսում։ Պրոցեսները ուր են տանում եւ ինչպես եք գնահատում, համեցեք։ Իր նշած տավանանքի ազատության իրավունքից է օգտվում, բան չկա ասելու, կարող է հավատալ, կարող է չհավատալ, ինչ ասեմ, առանձնահատուկ բան չկա տեղ ասելու։ Ես կուզեի, որ իհարկե պետություն եկեղեցի հարաբերությունների կարգավորման հարցում մի քիչ էլ զբաղվեր իր պարտականություններով, իրավունք, գնալ, աղոթել, պատարակել, ծնկի գալ, քարոզել, որ մարդիկ ունեն սահմանադրական իրավունքներ, շատ լավ է, հրաշալի է, խոսք չունեմ, բայց շատ կուզեմ, որ իր պարտականությունները կատարեր եւ վերջապես սկսեր օրենսդրությամբ կարգավորել պետություն, եկեղեցի, պետություն, կրոնական կազմակերպություններ հարաբերությունները ավելի քան կարգավորված է եղած օրենսդրությամբ։ Իսկ եղած օրենսդրությամբ շատ վատ է կարգավորված, շատ թերի է կարգավորված։ Վարչապետը երևի այդ պաշտոնի մարդը պիտի որ իմանա, որ այդ կարգավորումները թերի են։ Կարգավորման տեսանկյունից չեմ ուզում խոսել են կանոնագիրքը ընդունեն, կաթողիկոս ընտրեն, դա պետության գործը չէ, դա թողնենք։ Պետության անելիքների մասով մի բան է կրկնում, ինչ ասել է անցած տարիների ընթացքում 3 թե 4 անգամ, ասել է, որ առաջարկել է եկեղեցուն բերել հարկային դաշտ, գույքահարկ եւ այլն, վճարած հարկերը եկեղեցուն վերադարձնելու խոստումով։ Այսինքն օրենքներով խոստանում է կարգավորել, այդպիսի մի կարգավորում ունենալ։ Ինչը ինձ համար բացարձակ մերժելի է, երկրորդ մասն է մերժելի։ Առաջին մասը բացարձակ ընդունելի է։ Շատ վաղուց Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունները, ես չգիտեմ են մյուսները փոքր ազդեցություն ունեցող կրոնական կազմակերպությունները ինչ ծավալով են վճարում հարկերը, ունեն ինչ որ արտոնություններ թե ոչ, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությունը շատ վաղուց պիտի հարկային դաշտում լիներ։ Ինչ է նշանակում սա իմ ընկալումներով։ Հետևյալը ամբողջ ունեցած գույքի տարբեր տվյալներով 600-ից 800 անշարժ գույք։ Հողամասեր են, շենքեր են, շինություններ են եւ այլն, այդ ամբողջի համար բոլորը եթե տիրապետում են նման բանի, պիտի վճարեն գույքահարկ։ Եթե քաղաքացին վճարում է իր փոքր հողամասի համար, մեծ հողամասի համար գույքահարկ է վճարում, պարոն Փաշինյանը պիտի բացատրի, թե ինչու պիտի եկեղեցին չվճարի։ Չի վճարել 30 քանի տարի։ Եվ եթե վճարի, ինչու պիտի պետությունը վերադարձնի այդ հարկերը եկեղեցուն։ Ինչու պիտի մնացած հարկատուներին վճարած հարկերը չվերադարձնի։ Այս հարցի պատասխանը Փաշինյանը պիտի տա, ինչի է որոշել բյուջեի եւ ժողովրդի հաշվին լավություն անել կրոնական կազմակերպություններից մեկին Հայաստանում։ Ինչու՞։ Դրանից բացի բազմաթիվ ուրիշ բաներ կան, որը պետությունը պիտի կարգավորի։ Օրինակի համար եկեղեցին եւ բազմաթիվ ուրիշ կազմակերպություններ արտերկրից զանազան ներկրումներ են անում, ապրանքների ներկրումներ։ Եվ դիմում են բարեգործական հարցերը կարգավորող հանձնաժողովին, խնդրում են իրենց ազատել մաքսատուրքից ավելացված արժեքի վճարից։ Եվ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես ազատվել է այդ турքը եւ այդ հարկը վճարելուց ներմուծումների ժամանակ։ Ես դեռ չգիտեմ մի դեպք, երբ մերժվել է, ասել են չէ, այս բանը որ ներկրում ես, մերժում ենք, ախպեր, վճարի պետությանը։ Ինչու պիտի բոլորը վճարեն ներկրումների ժամանակ մաքսավճար եւ հարկ, իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությունը չպիտի վճարի։ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը պարտավոր է պատասխանել այս հարցին, չէ՞։ Ֆինանսական շարժերը, կանխիկ բոլոր շարժերը պիտի հաշվիչ տրամարկղային մեքենայով անցկացվեն եւ պիտի կտրոն տպվի։ Պետությունը, պետեկամուտների կոմիտեն պիտի հստակ ունենա բոլոր այդ թվաբանությունը, թե ինչքան կանխիկ ֆինանսական շարժ է եղել այդ կրոնական կազմակերպության միջոցով։ Ինչու պիտի մյուսները այդ կանխիկ տրամական շարժը արձանագրեն հաշվիչ տրամարկղային մեքենայով,
Այդ պերաշկի ծախողը պետք է անպայման ՀԴՄ կտրոնը տպի տա։ Եթե չէ կգնան այնպես կտուգանեն, որ այդ մարդու խելքը գլուխը չի կա։ Ինչու պիտի այդ կրոնական կազմակերպությունը կանխիկ դրամական շարժերը մոմ ծախելուց սկսած զանազան ծառայություններով վերջացրած չարցանագրեն ՀԴՄ-ով։ Պարոն Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը այս հարցի պատասխանը պիտի տային 7 տարի առաջ չեն տվել, հիմա կոնե պիտի տան, ինչու չեն կարգավորում այս հարաբերությունները։ Այս ամբողջը օրենսդրության մեջ փոփոխությունների միջոցով կարգավորելու կարիք ունի։ Ոչ մի լավություն չպիտի արվի։ Եթե եկուց մյուս օր կպարզվի, որ որևէ կազմակերպություն կրոնական է, то ես իմ հասարակական է, միություն է, արմիություն է, ինչ է անունը, համատիրություն է, իրական բարեգործություն է կատարում, միջնորդությունը Աստծո եւ հավատացյալի միջև բարեգործություն չէ։ Դա առաքելություն է, այդ մարդիկ անում են հոգեվորականները, լավ են անում, հավատում են Աստծուն եւ հավատում են հավատացյալների դարձի գալուն։ Միջնորդում են, դա բարեգործություն չէ։ Եթե եկուց մյուս օր որևէ մեկը բարեգործական մանկապարտեզ է բացում, իրական փաստաթղթերով ամեն ինչով երևում է, որ ինքը բարեգործություն է անում։ Ու կարիքավոր ընտանիքների երեխաներին նախնական կրթություն է տալիս անվճար։ Կատարած ծառայությունից հետո շատ լավ կլինի, որ պետությունը ինչ որ չափով, թեկուզ 100%-ով այդ ծառայության դիմաց փոխհատուցի այդ ընկերությանը, կազմակերպությանը, հասարակական կազմակերպությանը կամ կրոնական կազմակերպությանը։ Եթե բարեգործական հիվանդանոց է բացում որևէ կազմակերպություն, այդ թվում կրոնական կազմակերպությունը, ախպեր թող բացի աշխատեցնի, պետությունն էլ վերահսկի, տեսնի, որ այդտեղ մատուցվող ծառայությունները բարեգործական են, անհատույց են կամ մասնակի են անհատույց, նվիրաբերում են, փաստորեն հիվանդներին օգնում են, ապաքինում են, ամոքիչ գործունեություն են կատարում, այո, պետությունը լավ կլինի, որ փոխհատուցի, որովհետև սոցիալական պետություն է։ Փոխհատուցի այդ կազմակերպության, կաթոլիկ եկեղեցին կլինի, առաքելական եկեղեցին կլինի, ավետարանական եկեղեցին կլինի, հասարակական կազմակերպություն կլինի, փոխհատուցի կատարած ջանքերը բարեգործության, ոչ թե ամբողջ կազմակերպության գործունեությունից առաջացած ծախսերը փոխհատուցի, այլ այդ կոնկրետ բարեգործությունը։ Ինչու չի անում այս մեխանիզմով։ Հաջորդը կրոնական կազմակերպությունների գույքը, հաստիկացուցակները, բյուջեները, եկամուտներով եւ ծախսերով պիտի բաց եւ թափանցիկ լինեն։ Դրանք շահույթ հետապնդող կազմակերպություններ չեն։ Ցանկացած մարդ պիտի հնարավորություն ունենա ծանոթանալու ցանկացած, ուրեմն կրոնական կազմակերպության բյուջեին, գույքացանկին, ինչի են տիրապետում, հաստիկացուցակներին։ Պետությունը դա պիտի կարգավորի 1-2 օրենքի մեջ փոփոխություն կատարելով։ Պետությունը պիտի վերահսկողական առաքելությունը իրականացնի նաև կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Պետեկամուտների կոմիտեն եւ տեսչական մարմինները, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, սննդի տեսչական մարմին, եթե եկեղեցիները կրոնական կազմակերպություններն ունեն սննդի պատրաստման եւ մատակարարման օբյեկտներ, ճաշարան է, ես իմ հազար ու մի ուրիշ բաներ։ Պիտի այդտեղ ազատ ելումուտի հնարավորություն ունենան տեսչական մարմինները, օրացուցային ստուգումներով եւ ահազանգերի հիման վրա։ Եթե տրամաբանորեն խոսենք էլի, եթե ինչ որ մի օբյեկտում տեսնում եք ֆիզիկապես աշխատում է 100 հոգի, բայց հաստիկացուցակներով կամ պետեկամուտների կոմիտեի տվյալներով վճարվում է 20 հոգու եկամտահարկ եւ մնացած վճարները, որպես հաստիկային աշխատողներ, հարց է առաջանում, չէ, այն մնացածը ինչի չկան։ Նույնը վերաբերվում է բիզնես օբյեկտներին, իհարկե, շահույթ հետապնդողներին։ Պետեկամուտների կոմիտեն պիտի ազատորեն նման կասկածների դեպքում կրոնական կազմակերպություններում ստուգումներ իրականացնի, բացահայտի եւ իրավական հետևանքներ պիտի ունենան այս ամենը։ Ես ցես թվարկեցի ընդամենը 5-6 անելիք, հնարավոր 20 անելիքներից, որը այս իշխանությունը չի արել, չեն արել նախորդ իշխանությունները, այն նախորդները չեն արել, որոշել են, որ այդ կրոնական կազմակերպությունը արտոնյալ է, ինչի արտոնյալ չեմ հասկանում, էլի։ Ինչի պիտի գյուղացին հողի հարկը վճարի, կրոնական կազմակերպությունը չվճարի հողի հարկը։
Պարոն Բաղդասարյան, բայց հիմա են գնում բարենորոգման, այսպես ասած, եկեղեցու ճանապարհով, հնարավոր է որ նաև դրան հասնեն։ Ես հարգելի Սիրանուշ, ես ամենասկզբում ասացի, միակ բանը, որ ես տեսել եմ, որ ուզում են բարենորոգել, պայմանական կոչենք բարենորոգել։ Վերաբերվում է նրան, որ ընդհանուր առմամբ ասվում է եկեք հարկային դաշտ, հարգ ու տուրք վճարեք։ Մենք էլ ցես տակը վերադարձնենք։ Այդ երկրորդ մասը ընդհանրապես խայտառակություն է, որպես ինչ պետք է հարգ ու տուրքը վերադարձվի կրոնական կազմակերպությանը, կներեք։ Որպես ինչ պետք է, ես նշեցի այն դեպքերը, երբ արդար կլինի, որ այդ բարեգործությունը ով էլ լինի անողը, Կարիտասը բարեգործություն է անում ահռելի ծավալի, ծերերի խնամքն է եւ այլն եւ այլն։ Ճիշտ կլինի, որ իրենց վճարած հարգերի չափով այդ բարեգործության մասով պետությունը վերադարձնի, նույնը վերաբերվում է, ասածս, վերաբերելի պիտի լինի բոլոր հնարավոր այդօրինակ բարեգործություններին, որը հստակ բարեգործություն է, չափելի է, հանրությունը կասկած չունի, որ բարեգործություն է իրականացում, այո, բայց այն առաջին մասը առաջարկում ենք բերել, առաջարկում ենք ո՞րն է հարգելի պետություն, հարգելի պետական իշխան, ինչ առաջարկել։ Ասում է 7 տարի է առաջարկում է, ինչ առաջարկել, լավ։ Ինչ է պետության մեջ պետություն պիտի լինի, չհասկացանք։ Չպիտի լինի պետության մեջ պետություն։ Ոչ մի տեսակի պետության մեջ չպիտի լինի, որովհետև դրանք ռիսկեր են պարունակում։ Այսօր լավ են իշխանության հետ, եկուց վատ են իշխանության հետ, այսօր լավ են, մյուս օրը նորից վատ են եւ այլն, կապ չունի։ Պետական իշխանությունը օրենքներով այս նշածը սպաները, այս շատ համառոտ տեքստեր ընդամենը, հա, պիտի օրենքներով կարգավորի սա։ Արդարադատության նախարարը ինձ ահազանգեր են հասնում։ Արդարադատության նախարարությունը, նախարարը ես սխալ ասացի, նախարարությունը երկար ժամանակ է, մի քանի տարի է, լրջորեն դիմադրում է համանման հատուկենտ առաջարկություններին։ Բա չի լինի, սահմանադրական չէ, բան չէ, չհասկացանք։ Այդ գյուղացին, որ ավտոմեքենայի գույքահարգ է տալիս, ճռռալով 06-ով, 03-ով, այդ մթերքը տանում է շուկա, եթե բերում, գույքահարգը վճարում է։ Կրոնական կազմակերպությունները կներեք, ինչու պիտի չվճարեն։ Թեմեր կան, որտեղ թեմի առաջնորդները դիմում են համայնքներին, խնդրում են իրենց զիջել գույքահարկը, որպես ինչ ներողություն։ Որպես ինչի պիտի զիջվի, ինչի պիտի մյուսներին չզիջվի։ Հասարակ հարցեր են, չէ, այս հարցերի տագիցով պիտի դուրս գա, եթե ոչ իշխանությունը։ Այսինքն ես այդտեղ վարչապետի այդ հայտարարության մեջ տեսնում եմ ոչ թե պետություն, կրոնական կազմակերպություններ, այդ թվում առաքելական եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորումների նոր մակարդակ, այլ ինչ որ բան, էլի Այ, տեսեք, ես չար չեմ, տեսեք, ես բարի եմ։ Եթե դուք հարգերը վճարեք, ես էլի բարի կլինեմ, այդ հարգերը ձեզ կվերադարձնեմ։ Էս ինչ է։ Էս ինչ առևտուր է։ Այդպիսի առևտրային խոսակցություններ չպիտի լինեն։ Պետական իշխանությունը բոլորին պիտի բերի հավասար դաշտ։ Էս է ասածս, էլի։ Եթե կարողացա ճիշտ։ Պարոն Բաղդասարյան, մեկը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությունն է, իսկ ընդհանրապես նոր կանոնագիրք ունենալու եւ նոր ընտրություններ կազմակերպելու, տեսեք օրինակ Վազգեն Սրբազանը խոսում էր լրագրողների հետ, ասում էր, որ փաստորեն մի քանի անգամ վարչապետը անձամբ ասել է, այսօր էլ պատրաստ է ընդունել ուրեմն վեհափառ հայրապետին ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, մի 10 եպիսկոպոս ըստ էության դեմ է գնացել ուրեմն մայրաթոռին, վեհափառին եւ հիմա այսպիսի հայտարարություններ, հարցազրույցներ է հրապարակվում։ Իրականում խնդիրը որքանով է մոտենում հանգուցալուծմանը, թե բնավել չի մոտենում, հաշվի առնելով նաեւ վեհափառի դիրքորոշումը, որը կարծեք թե նահանջի որևէ ազդանշան չի տալիս։ Ներողություն Վազգեն Սրբազանով է, կներեք, իսկապես Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյան։ Հասկացա, որը ընդունել էր Փաշինյանին այնտեղ տեղը բերեցի։ Բանը, կանոնակ գրքի ընդունման մասին, կաթողիկոս ընտրելու մասին Փաշինյանի այս վերջին հայտարարությունը բարբերաբար ասում է, չէ՞ այդ մասին։ Ինձ թվում է, որ որպես քրիստոնյա հավատացյալ մարդ մեկ անգամ ասեց բոլ է, էլի, հերիք է, էլի։ Դա կրոնական կազմակերպության ներքին գործն է։
Փաշինյանն էլ այնպես չէ որ ասածները կրկնելու կարիք ունի, որ մարդիկ իմանան, ով չի իմացել։ Բոլորն իմացել են, էլի կարիք չկա 6 ամիս շարունակ նույն բանը պնդել։ Երբ որ պնդում է, հասկացվում է, որ ինքը խոսում է պետական պաշտոնյայի դիրքից։ Մեկ անգամ որ ասի, մեկ անգամ տեսնենք պատարագում, 10 անգամ ասենք ախպեր հավատացյալ մարդ է գնացել է, մի լավ է արել, ինքը հավատում է գնացել է։ Անընդհատ պնդելու կարիք չկա, շեշտում եմ կանոնագրքերի, կանոնակարգերի, վարքականոնների ընդունումը կոնկրետ կազմակերպության ներքին գործն է։ Էլ չգիտեմ ոնց ասեմ, էլի։ Կառավարական կազմակերպության ներքին գործն է իր ներքին հարցերը կարգավորել։ Հասարակական կազմակերպության ներքին գործն է նախագահ ընտրել, խորհուրդ ընտրել, то վարչություն ընտրել եւ այլն եւ այլն։ Անդամները կարող են դիմել այդ կազմակերպությանը, ասպարեզ ակումբի անդամը կարող է դիմել ասպարեզ ակումբին, ասել ժողովուրդ ջան, այս միտքը ունեմ, այն միտքը ունեմ, պահանջում եմ նախագահի հրաժարականը, то չգիտեմ, նոր համագումար եմ պահանջում։ Okay, նորմալ է, հասկանալի է։ Պարոն Փաշինյանը մյուս ԿՊ-ականները ովքեր առաքելական տավանանքի հետևորդներ են, անշուշտ կարող են դիմել եկեղեցուն, որտեղ կառավարական կազմակերպություն է։ Ես ուզում եմ դուրս գան էլի այդ երկրորդ պետության միջից, էլի, այսինքն վերաբերվեն այդ ամբողջին, ինչպես եղած միակ պետության ներկայացուցիչներ։ Եթե այդ կազմակերպության անդամ են, իրենց հավատացյալ են համարում, էլի, ոչ փաստաթղթով։ Պիտի իրենց հարցերով, խնդիրներով դիմեն այդ կառավարական կազմակերպությանը, ասեն, այս խնդիրներն ենք տեսնում, առաջարկում ենք լուծել։ Եվ այդ լուծումները կարող են լինել միայն այդ կառավարական կազմակերպության իրավական կարգավորումներով, կանոնադրություն ունեն, կանոնակարգեր ունեն, պետության մոտ գրանցված է այդ կառավարական կազմակերպությունը, այսպես պիտի նայել այդ կազմակերպությանը։ Կհրավիրեն ժողով, չեն հրավիրի ժողով, ինչ կանեն, նոր կաթողիկոս կընտրեն, կամ ընտրություն կլինի, նույնը կընդրվի, նույնը կվերընդրվի, ես ինչ իմանամ։ Դրանք բոլորը այդ կազմակերպության գործերն են, կարիք չկա, որ պետական իշխանությունը իր քաշով մեկ, ուրեմն հետապնդի, ընկնի այդ կառավարական կազմակերպության բարեփոխման հետևից։ Չի բարեփոխվում, ինքն է տուժում։ Բարեփոխվում է ինքն է շահում։ Չի բարեփոխվում, իր շահառուներն են տուժում, խռովում են, դուրս են գալիս, հեռանում են, գնում են ուրիշ եկեղեցիներ, ես իմ կառավարական փոքրամասնություններին են հարում։ Բարենորոգվում է, իր շահառուները, հավատացյալները շահում են դրանից։ Այսքանը պատշաճ բացատրվել է, հավատացեք, այս 6 ամսվա մեջ։ Ահագին մարդ, որոնք ընդհանրապես պատկերացում չունեին այդ ամբողջի, հստակ հասկացել են, այդ կառավարական կազմակերպության ներքին գործն է։ Փաշինյանն ու մյուսներն էլ այնտեղ հավատացյալ։ Okay, հասկացանք։ Բաների վերնախավի հոգևոր վերնախավի կիսումը, այսպես ասենք, բաժանումը նորություն չէ, միշտ եղել է, այս վերջին 30 տարիների ընթացքում էլ է եղել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր վերնախավը եղել է մի քանի խմբի։ Դա խուլ է եղել, քողարկված կամ չի բաց եւ հրապարակային չի եղել դա։ Այդ կառավարական կազմակերպության վարկն է այդպեսին, 5 կազմակերպություն է։ Մի խումբը միշտ դժգոհ է եղել գործող կաթողիկոսից, հակաճառությունների կամ հակառակությունների մեջ է եղել, մի խումբը պաշտպանել է գործող կաթողիկոսին են, երրորդ խումբը ասել է ախպեր մենք ծառայում ենք Աստծուն եւ հավատացյալներին, մեզ հետ գործ չունենա։ Այս միշտ էլ եղել է։ Այս վերջին զարգացումները հնարավորություն տվեցին ինչ որ մի կերպ բացահայտել են առաջին խմբին, ովքեր դժգոհ են կաթողիկոսից, իրենց հայտարարություններում դա երևում է, շեշտում եմ, էլի նույնը վերաբերվում է ասածս սրան, դա կառավարական կազմակերպության ներքին գործն է, պիտի գնան այնտեղ իրենց հաշիվները պարզեն։ Ամենալավ իմաստով, համբերությամբ, իմաստնությամբ 1725 տարվա, 24 տարվա խելքով պիտի գնան իրենց կազմակերպության ներսում հրապարակայնություն ապահովելն էլ իրենց կամքն է։ Հավատացյալներին ուզում են տեղյակ պահել, որ այսպիսի զարգացումով տեղյակ պահեն։ Չեն ուզում, տեղյակ չեն պահում, հավատացյալները մնում են չիմացության մեջ դրանից բխած բոլոր հետևանքներով։ Վարչապետը բաներ է իմացել, հրապարակել է, հա, կանոնակարգային խախտումների մասին որոշ հոգևորականների։ Մի քանի ուրիշ հոգևորականների դեպքում քրեական գործեր են աշխատում։
գործերը հայտնի են հանրությանը, ինչ անենք։ Ժողովուրդը իմանում է եւ ըստ այդմ իր վերաբերմունքը փոխում է դեպի այդ եկեղեցին։ Ոմանք ասում են լավ են արել, մենք միանում ենք, ոմանք ասում են շատ վատ են արել, մենք գործ չունենք դրա հետ, քանի այնտեղ կաթողիկոսը Գարեգին Ներսիսյանն է։ Պետական իշխանությունը պիտի զուսպ լինի, հեռու լինի որևէ կրոնական կազմակերպության գործերին միջամտելուց, այնպիսի ազդեցությունից, որը կարող է մեկնաբանվել որպես միջամտություն։ Հավաքական մեկնաբանության մասին է խոսքը, ոչ թե մի հոգու կարծիքով։ Դրա փոխարեն պետական իշխանությունը այս մեր հարցազրույցի սկզբում նշածս բաները պիտի անի, պիտի կարգավորի պետական իշխանություն, կրոնական կազմակերպություններ, հարաբերությունները, հարկային դաշտ, թափանցիկություն, արտոնությունների վերացում, արտոնությունների նպատակային դարձնել, տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ մտցնել կրոնական կազմակերպությունները, նաև կուսակցությունները, նաև հանկարծությունաբերողներին, որպեսզի նրանք լինեն տեղեկություն տրամադրող պաշտոնյաներ եւ քաղաքացիների հարցումներին ի պատասխան տրամադրեն այդ տեղեկությունները։ Սա շատ վաղուց միտք է, 20 տարի պնդում ենք, չկա, իրենք արտոնյալ են։ Գումարած իհարկե են մնացած բաները, որոնք հաղորդման սկզբում ես բացատրեցի։ Ես կարծում եմ, որ բոլորովին կարիք չկա, որ ես կամ այսպես մտածողները առերես հանդիպենք падգամավորների, Փաշինյանին, փոխվարչապետներին եւ այլն, շատ པարզ բացատրված է։ Չգիտեմ էլ ինչի կարիք կա, որպեսզի այս մտքերը տեղ հասել են, գիտեն իրանք։ Չեն անում, նշանակում է, որ չեն ուզում կարգավորել պետություն կրոնական կազմակերպություններից մեկի հետ հարաբերությունները։ Ինչի չեն ուզում կազմակերպել ասուլիսների ժամանակ լրագրողները կարող են հարցնել, օրինակ, ինչու պիտի պետեկամուտների կոմիտեն օրացուցային ստուգումներ չունենա կրոնական բոլոր կազմակերպություններում։ Ինչու պիտի տեսչական մարմինները չունենան այդ հնարավորությունը կամ գործնականում չկիրառեն։ Օրենքով որ նային երևի ունեն, հա, բայց գործնականում դա չի կիրառվում։ Ինչու պիտի ավելացված արժեքի հարկ մաքսատուրք չվճարեն ներմուծումների ժամանակ եւ ազատվեն ներմուծումների ընթացքում այդ տեսակ ուրեմն վճարումներից պետական բյուջե։ Որպես ինչ պիտի փոխհատուցվի կամ փոխհատուցվի որն է վերադարձվի ինչ որ հարկային վճարներ, որոնք կանի երբևէ եկերկույքահարգ ինչի պիտի չվճարեն։ Այս հարցերին պարոն Փաշինյանը պիտի պատասխանի էլի։ Որոշ արտոնություններ ընդունելի ես համարում եմ, ես բարբերաբար ասել եմ այդ մասին, երեք էլ հաղորդմանս մեջ խոսել եմ։ Օրինակ, եթե կաթողիկոս է ընտրվում մեկը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, ազգային եկեղեցական ժողովը ընտրում է կաթողիկոս, Ավստրալիայի քաղաքացու ասենք թե, այո, պիտի ինքը ունենա քաղաքացիություն ստանալու արտոնյալ ռեժիմ, հասկանալի պատճառներով։ Այսինքն պիտի գնա ինչ է անունը անձնագրային սեղան այդ ընտրված կաթողիկոսը եւ արագացված կարգով դիմի ստանա անձնագիր։ Սա արտոնություն է։ Սա արտոնություն է եւ այլն, մի երկու մանր բան, որոնք անխուսափելի են, կարեւոր եմ համարում։ Իսկ այն մնացած բաները, որից մինչեւ հիմա օգտվել են ու որոշել են, որ իրենք պետություն են պետության մեջ, երկրում ինչ կեղծվել, ինչ ընտրակեղծիկ հանցագործություն ու այդ ինչ է, մարտի 1 բան եղել է, իրանք միշտ բանի գործող իշխանության կողքը կանգնած են եղել։ Այս իշխանության հետ փարսվել է, թելվել է, ուրեմն նախկինների հետ, որոշել է, որ պիտի դեմ ելնի այս իշխանությանը, մեկ էլ այս իշխանությունը հիշել է, որ այս եկեղեցու փողերը ինչ էր ասում պարոն վարչապետ, թույլ տվեք հիշեցնել, էլի, հա, այդ մի նախադասությունը։ Ոչ ոք չգիտի ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է ծախսվում։ Այս նոր եք հիշել, պարոն Փաշինյան։ Ինչի եք հիշել։ Ինչի եք հիշել 7 տարի առաջ չենք ասել սա, 6 տարի առաջ, 5 տարի առաջ, 20 տարի առաջ, ասել եք, չեք իմացել, որ թափանցիկ չէ։ Շատ լավ էլ իմացել եք, ինչի եք նոր հիշել։ Հիշել է, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությունը ելել է գործող իշխանության դեմ տարբեր հոգևորականների կերպարանքով եւ հոգևոր խորհրդի բազմաթիվ հայտարարություններով։ Ոստեղ ճղայնացել է պարոն Փաշինյանս, հիշել է, որ դու մի ասա, ֆինանսական թափանցիկություն չկա, այընկեր Թարգտուր ես մանր մունր բաներին էլի, կուսակրոնություն, պատարակ եւ այլն էլի, հա, ԱԱՑ-ի պաշտոնյա ղրգել հոգեվորականի մոտ, որ պատարակը պիտի խմբագրվի, սրբագրվի։ Այսինքն, պարզ ասած, կներեք, իմ մոտեցումը անհամեմատ ավելի կոշտ է, քան թե Փաշինյանի մոտեցումն է այս տեսակ հարցերին։ Ես չեմ հավակնում ոչ մի պաշտոնի, պարոն Փաշինյանը գործող պաշտոնյա է։ Ինչի՞ չեք կարգավորել մինչև հիմա, որ ֆինանսավորումը թափանցիկ լինի, ինչքան փող է մուտք գործում, ինչքան է ծախսվում, եւ խոսքը միայն փողի մասին չէ։ Լիքը բան է մտնում եւ դուրս է գալիս։ Մութ աշխարհ է,
փակ մութ աշխարհ է։ Պետական իշխանություն կներեք, ինչու եք թույլ տվել այդ փակ մութ աշխարհը ֆինանսատնտեսական իմաստով, էլի, հա, որպես պետություն գործի պետության մեջ։ Չեմ ասում գնացեք, հալածեք, քանդեք, ավի, բոլորովին թափանցիկ դարձրեք բոլոր կրոնական կազմակերպությունները ֆինանսներով, գույքով, հարկերով, հաստիկացուցակներով։ Ինչ վատ բան կա ասածիս մեջ։ Ֆինանսական շարժը պետք է թափանցիկ լինի, թե չէ պետք է բանի են փոքր ձեռնարկատերերին բացատրեն, թե ինչու պիտի այդ մարդիկ դրամարկային կտրոնով կանխիկը մուտք անեն, իսկ եկեղեցին մի ահռելի շրջանառության դեպքում դա չանի։ Ով ինչ իմանա, ինչ ֆինանսական շրջանառությունների մասին է խոսքը։ Ես չգիտեմ, բայց պետ եկամուտների կոմիտեն հոբտի իմանա, ինքն էլ չգիտե։ Ու պարոն Փաշինյանը կառավարման 8-րդ տարվա վերջում կռահել է, որ այս տեսակ ինչ-որ տարօրինակ բան կա, չգիտենք մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում։ Այս լուրջ հնարավոր չէ մի կես ժամ նստել մտածել, թե ինչ պետք է արվի։ Ով չգիտե, չի հասկանում, կարող է հարցնել, կարող ենք բացատրել, կարող են այս հարցազրույցի սկիզբը բացել նայել եւ կարգավորել վերջապես օրենքներով հարաբերությունները, ուրեմն եկեղեցու հետ։ Եթե կարգավորող մարմինները արդարադատության նախարարությունը պետք է լինի, օրենսդրությունը վերամշակողը դիմադրում է, ուրեմն այդ նախարարության այդ պաշտոնյաները պետք է տուն գնան, խապում ասում են, հակասահմանադրական է, իրավունք չունենք, ոնց թե չունեք, այ Սա պետություն է, թե ինչ-որ զուգահեռ ապրող պետություն է։ Վատիկանը չէ, Էջմիածինը, կարող է ուզում են Վատիկան դառնալ։ Վատիկանը պետություն է, քաղաք պետություն է, ուրիշ պետության մեջ։ Հասկացանք։ Ընդեղած առաջնորդը նաև պետության ղեկավարն է։ Ստեղ երևի այդ հովերով են տարված եղել էջմիածնականները, առաքելականները։ Չգիտեմ, կարող է տարված չեն եղել ներողություն իհարկե սխալ կանխավարկածի համար, բայց այդ տպավորությունն է ստեղծվում։ Պետության մեջ, օրինակ Մայր Աթոռի տարածքը գույքահար վճարում է, թե չէ, ինչի չի վճարում։ Թվում է, թե մանր հարց է, չէ, իմ համար մանր հարց չէ։ Եթե չի վճարելու, լիքը մարդ սկսելու է մտածել ինչպես անի գույքահար քողիհար չվճարի։ Իրավունք չունի մտածելու։ Ինչի պետք է հզոր կրոնական կազմակերպությունը չվճարի, աղքատ քաղաքացին, որը ունի չկավոր, որն ունի գույք, հա, վճարի։ Մի խոսքով Պարոն Բարսեղյան, եւ անդրադառնանք այսօրվա կարևոր հանդիպմանը, գիտեք, արտաքին գործերի նախարարը մեկնել է Բրյուսել, մասնակցելու ուրեմն Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, եւ արդեն Կայա Կալասն է հետաքրքիր հայտարարություն արել Հայաստանի մասով, մասնավորապես նշել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը, Հայաստանում ընտրություններ են սպասվում, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, Հայաստանը օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային, ասել է Կալասը, սա ինչպես է գնահատում եւ այդ օգնությունը որքանով կնպաստի իսկապես դիմագրավելու արտաքին միջամտությանը 26 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններին համեցեք։ Կարծում եմ լսեցի հարցը, նորություն չէ եւ այդ մտահոգությունները վաղուց են հնչել, շատերս են խոսել այդ մասին եւ քաղաքասարակությունից եւ անհատ մասնագետներ, փորձագետներ եւ իհարկե պետական իշխանության մարմիններից մի քանիսը այդ մասին մի թեթև արտահայտվել են։ Խոսքը բազմա ոլորտ հարցակումների մասին է, չագերտավոր հարցակում բառը մարդիկ ռազմական գործողության հետ են նույնացնում, հանկարծ չմտածեն, չնայած դա էլ բացառված չէ, թողնենք կողքի։ Հա, խոսքը ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանության այնպիսի ուժերի բերելն է, որոնք կլինեն Կրեմլա նպաստավոր, Կրեմլա բարենպաստ, Կրեմլա հաճո, Կրեմլա հարմար, Պուտինա հարմար, այսպես ասենք, էլի, հա։ Նույն բանը Կրեմլը փորձել է անել մի շարք երկրներում, այդ թվում վերջերս Մոլդովայում։ Մոլդովայի օրինակը թույլ տվեք ասել, ես ահագին խորությամբ ուսումնասիրել եմ, սահմանադրական հանրաքվեից սկսած, ուրեմն նախագահական ընտրություններով, ինչ է անունը, խորհրդարանական ընտրություններով վերջացրած, եւ շեշտում եմ բոլոր այն հնարավոր միջոցները բացի զինված միջամտությունից, փորձել են կիրառել Մոլդովայում
այնպիսի ուժերի իշխանության բերելու համար, որոնք կլինեն Կրեմլա հպատակ, Կրեմլա ենթակա եւ իշխանության քաղաքականությունը կամ պետության քաղաքականությունը կսկսեն փոխել վեկտորի, այսպես ասած, չարաբաստիկ վեկտորի ուղղությունը Բրյուսելից կամ Եվրամիությունից կսկսեն փոխել դեպի Մոսկվա։ Այնտեղ լավ չէ, այնտեղ գեյեր կան, այնտեղ պետոֆիլիան թույլ է տրվում, սուտ է էլի այս ամբողջը։ Գեյեր լինելը սուտ չէ, իհարկե, բայց պետոֆիլիան որ քրեորեն հետապնդելի չէ, իբր դա սուտ է։ Եվ այլն եւ այլն։ Ուրեմն վարձկաններ, քարոզիչներ, փողերի հոսք, կրիպտո տարադրամ կամ կրիպտովալյուտայի միջոցով վճարումներ, քեշով, կանխիկով վճարումներ, քաղաքական ուժերի սնուցում, Կրեմլա հպատակ Կրեմլա նպաստավոր քաղաքական ուժերի սնուցում, աջակցություն, դրանք տարբեր ձևերով խորհրդատվությունից սկսած, կազմակերպչական խորհրդատվություն, ֆինանսներ եւ այլն եւ այլն։ Ստեղծվել են անուններով Եվրոպա մեդ, պրո-եվրոպական անվանումներով կազմակերպություններ եւ նույնիսկ կուսակցություններ, որոնք իրենց քարոզարշավը տարել են դեպի Կրեմլա եւ Հայաստանի դեպքում բոլորովին զարմանալի չէ եւ եթե չանեին դա կլիներ շատ զարմանալի, շատ անսպասելի կլիներ, որ Հայաստանի դեպքում Կրեմլա հանկարծ որոշեր չեզոք դիրք բռնել, սուս մնալ, որևէ կերպ չաջակցեր այստեղի Կրեմլա հպատակ, Կրեմլա նպաստավոր ուժերին, անելու է եւ անում է, դա մենք ամեն օր տեսնում ենք առայժմ հրապարակային քարոզչության տեսքով, գուցե մոտենալու դեպքում, ընտրությունների մոտենալու դեպքում այլ դրսևորումներ էլ կունենան, կանխիկ փողի հոսքով, օրինակ բան կա, շատ լեգալ մեխանիզմ կա, Կրեմլա նպաստավոր կազմակերպությունները այդ փողերով ստեղծում են հնարավորինս շատ կուսակցական գրասենյակներ։ Շատ բերում ներդրում կանեն, կցուցադրեն, որ իրենք նվիրատվություններ են կատարում, հա, ամեն Գյումրու պես քաղաքում կարող է 30 հատ նման գրասենյակ սարքեն կամ 50 հատ Երևանում կարող է 1000 հատ գրասենյակ սարքեն։ Գրասենյակը ինչ է իրենից ներկայացնում, տարածքի վարձակալություն է կամ տարածքի գնում է, տարածքը տրամադրողը եկամուտ ունենում է դրանից, վայ, ես ինչ լավ կուսակցություն է, ապրեք դուք ինձնից վարձեցիք իմ բնակարանը, տունը, չգիտեմ ինչը, լավ է, շակալատ է, տրամադրությունը փոխվեց, աշխատողներ են այնտեղ պետք, 2, 3, 4, 7 թոքի փող են ստանալու այդ մարդիկ, եկամտահարկներ կվճարեն, չմտածի թող պարոն Փաշինյանը, հա, բանը թող չվճարի, առաքելական եկեղեցին թող իրանք վճարեն, հա, կվճարեն, կաշխատեն, այդ մարդկանց ընտանիքներում կսկսվի ոչ պաշտոնական եւ շատ բնական նպաստավոր զրույց այդ բարենպաստ կուսակցության մասին։ Լրատվամիջոցներ մոգոնել եւ զարգացնել, մինչեւ հիմա շարունակում են մոգոնել։ Եղածները են ետ գցած փողերով, Հայաստանը քերած փողերով սարկած լրատվամիջոցները ահռելի փողեր են ծախսում, աշխատակազմ են պահում, ոչ մի բան էլ որ չանեն, չէ, քարոզել որ ռոպագանդա էլ չանեն, Կրեմլի հաղորդազները չվերցնեն կրկնեն, ասենք շտաբ օգնության մեքենայի ղժոցը չտնեն իրենց ալիքներով, դա էլ չանեն, հա, այնտեղ աշխատող աշխատակազմի տրամադրությունը, որ իրենք տուն են պահում, էլի, ասենք շնորհիվ այդ կուսակցության, այդ քաղաքական գործչի, սրանք քվե են դառնում, հասկանում եք, հետո գնացինք առաջ, ապօրինի գույքի մեջ աշխատող երևի 80 կամ 100,000 մարդ Այն գույքը, որ հետապնդում է պետական իշխանությունը, դրանցում աշխատում են մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ, ու դրանք աշխատում են 5, 10, 20, 30, չգիտեմ, տարի։ Այդ մարդկանց տրամադրությունները ուղղված են, բարենպաստ են այդ գույքի սեփականատերերի հանդեպ։ Այսինքն գույքի սեփականատերը, եթե տեսնեն, որ այսինչ ընտրական ցուցակում կան, էլ կարիք չունեն իրենք, նույնիսկ հանձնարարության կարիք չունեն, թե ժողովուրդ ջան, գիտեք ոնց է քվեարկելու, այսինչ հյուրանոցի աշխատողներ։ Իրենք 20 տարի տուն են պահել այդ ապօրինի գույքի տիրոջ վճարած ռոճիկով, իր տված աշխատանքով։ Սա կարող է վերածվել ահռելի քվեների։ Ինչ-որ մեկը կարող է միամիտ ասել, հա դե ընտրություն է, թող ժողովուրդը գնա ընտրի, այդպես էլ Փաշինյանն է ասում, էլի, բայց այդպես չէ։ Այս մարդիկ շատ կոնկրետ կեղծ փողերով, դրսից եկած փողերով, ներսից թալանած փողերով բիզնեսների եւ քվեների տեր են դարել ու դառնում են։
Հասկանում եք, այստեղ պետական իշխանությունը իսկապես պիտի լուրջ միջամտություն կատարեր, որը չի կատարել, հիմա էլ չի կատարելու, Մոլդովայի պես չի վարվելու, որոշ քաղաքական գործիչների կուսակցությունների չի արգելափակելու տեխնացու լինել, այն հավատով, որ ժողովուրդը իմաստուն է, հաստատ նրան չի ընտրի։ Հա կարող է քաղաքացիական պայմանագիրը քվեների հարաբերական կամ բացարձակ մեծամասնությամբ ընտրվի։ Դա նշանակում է, որ արդար ընտրություն եղավ, իհարկե ոչ, որովհետև ընդդիմության քվեների մի մասը կամ գուցե մեծ մասը կլինեն անարդար կերպով ստացած քվեներ եւ անարդար կերպով մանդատներ կդառնան դրանք, падգամավորներ դրանից բխած հետևանքներով։ Կարող է լինել կրկնություն այն խորհրդարանի, ինչ ունենք մենք հիմա։ Եվ հիմա այս իմաստով պարոն Արարատ Միրզոյանի կամ որևէ մեկի թիմումը Եվրոպական միության պաշտոնյաներին կայակալացնե կամ կոսնե եւ այլն հասկանալի է որ Հայաստանի իշխանությունները այսպիսի հարցակում ասենք կամ ազդեցություն ասենք սրա դեմ պայքարելու համար օժանդակություն է խնդրում Եվրամիությունից Ստեղ հարցը միանշանակ չէ իհարկե հետաքրքիր է թե օժանդակությունը ինչպիսին է լինելու ֆինանսականի մասին 10 օր առաջ ամսի 2-ներ, 3-ներ, հա, Բրյուսելում թղթերը ստորագրելու ժամանակ հայտարարություն եղավ 15 միլիոն դիմակայունության զարգացման համար, 5 միլիոն ռոպագանդայի դեմ պայքարի համար ձևակերպումները գուցե ճշգրիտ չեմ հիշում, բայց մոտավորապես այդպիսին էին։ Թե այդ փողերը ինչպես է գալու, ինչպես է ծախսելու պետությունը, ինչ է անելու, առայժմ անորոշ է։ Մեկ էլ տեսար վերցրեցին իրենց տեղեկատվական պողակի տակը դրեցին այդ փողերը, կամ Եվրամիությունը որոշեց, որ պետությանը պիտի տա եւ անկախ կազմակերպությունները պիտի կոշտ չունենան դրա հետ։ Ես չգիտեմ, պատկերացում չունեմ, բայց եթե այն խնդիրները կարգավորած լիներ պետությունը, որոնց մասին ես խոսեցի քիչ առաջ, երևի թե կարիք էլ չէր ունենա այդ 5-10 միլիոն, 15 միլիոնի կամ 25 միլիոնի ֆինանսական աջակցության խորհրդատվություն, չգիտեմ ինչպիսի խորհրդատվություն են ստանալու։ Ակնհայտ է ընդհանրապես այս լուրից, որը քիչ առաջ ստացանք, որը քիչ առաջ դուք ասացիք, նաև որ Եվրոպական միությունը հստակ, ահագին հստակ, մենակ պետական իշխանություններից չէ, հասարակական գործիչներից մեզնից էլ ունի տեղեկություն, թե ինչպիսի ռիսկեր կան։ Այն ինչ որ խոսեցի, մի քիչ էլ ավել ասենք թե։ Այդ մասին հստակ, պարզ, բաց, հրապարակային գոնե ես միշտ խոսել եմ։ Ընկերներ ունեմ, որոնք նույնպես պետական ինչ է Եվրամիության պաշտոնյաներին այս ամբողջը բացատրել են շատ հանգամանալից։ Հասկացել են, գիտեն իրենք խնդիրը եւ ասում են, որ պատրաստ են օգտակար լինել, որպեսզի ձեր ընտրությունները հնարավորինս արդար լինեն։ Բացարձակ արդար լինել չեն կարող, ահագին արդարել չեն կարող լինել, որտեղ Փաշինյանը 7 տարի ոչինչ չի արել այս ուղղությամբ։ Ընդամենը քվեարկության օրն է տեղի ունենում ազատ քվեարկություն չեն գալիս ծեծում, լցոնում քվեատուփը, արձանագրությունը չեն վերցնում, ճղում, գցում, կողքին նորն են քրում։ Դա հա, քվեարկության օրվանն է վերաբերվում, այդ մի փոփոխությունն է եղել։ Ընդհանուր առմամբ ընտրությունների արդարության համար ահագին բան կարանելու, ինչ այս իշխանությունները չեն արել, չնայած բացատրել ենք, գնում են թե կամ ստեղ հիբրիդային հարցակարգ մեզ օգնեք, չգիտեմ ինչ օգնություն են ուզում։ Դժվարանում եմ կռահել, թե այս իշխանության ուզածը ընտրությունների մասով Եվրամիությունից ինչ է, էլի, հա։ Ահա այսպես։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։